Հայ գերիների թեման կրկին Ամերիկայում է, արդեն ավելի քան 1000 օր է Ադրբեջանը պահում է հայ պատանդներին։ 1000-րդ օրվա առթիվ ահազանգում են Վաշինգտոնից, ԱՄՆ օրենսդիրները պահանջում են ազատ արձակել բոլոր գերիներին։ Կալիֆորնիա նահանգից Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանն է ասուլիս կազմակերպել, նրան միացել են մի խումբ այլ կոնգրեսականներ ևս։ Այս օրերին Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկելու է Շերմանի առաջարկած բանաձևը։ Այն պահանջում է անհապաղ ազատել հայ ռազմագերիներին եւ քաղբանտարկյալներին։ Այս թեմայով նաեւ օրինագծեր են ներկայացվելու Կոնգրեսի քվեարկությանը։ Մենք պահանջում ենք անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել բոլոր պատանդներին, նշում են նախաձեռնության հեղինակները։ Այս քայլերը նպատակ ունեն ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա։ Նախաձեռնության հեղինակները նշում են, որ վճռական են տրամադրված, վստահեցնում են, որ պայքարը շարունակվելու է մինչև վերջին գերու ազատումը։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Զգուշացեք, Գլենդելում ոստիկանական ստուգումներ են։ Գլենդելն ունի նոր ոստիկանապետ, ծնունդով հայ։ Կալիֆորնիան ցնցվել է, գրանցվել է 1940 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը։ Ամերիկայի արևմուտքը կրակի օղակում, ուրբաթ օրվանից հրդեհային վտանգը լինելու է ծայրահեղ։ Նոր հույս էբոլայի դեմ պայքարում, ԱՄՆ-ն դեղամիջոց է տրամադրում։ Իսկ թողարկման երկրորդ մասում սպասեք առաջիկա օրերի հետաքրքիր միջոցառումների ցանկին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք օրվա թեմաներին։ Թողարկման սկզբում մեկ նախազգուշացում Glendale-ի վարորդներին։ Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին քաղաքում լինելու են խիստ ստուգումներ։ Ոստիկանները փնտրում են ոչ սթափ վարորդների։ Ստուգումները սկսվելու են երեկոյան ժամը 6-ին, դրանք շարունակվելու են մինչև գիշերվա ժամը 2-ը։ Ստուգումների վայրը հայտնի չէ։ Ստուգանվելու են ոչ միայն ալկոհոլ օգտագործած վարորդները, որոշ դեղեր կամ մարիխուանա օգտագործելուց հետո ղեկին նստելը ևս հակաօրինական է։ Առաջին անգամ ոչ սթափ վարելու համար տուգանքը մեծ է, այն կազմում է մոտ $13500։ Բացի դրանից վարորդները կզրկվեն լիցենզիայից, ստուգումների վայրերը ընտրվելու են վթարների վիճակագրության հիման վրա։ Գլենդելի ոստիկանությունը այսօրվանից կղեկավարի ամերիկահայ Ռոբերտ Վիլյամսը, նա մինչև այդ ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Վիլյամսը Գլենդել հայսքուլի շրջանավարտ է, նա անցել է ոստիկանության բոլոր աստիճանները, սկսել է որպես կադետ, հետո ղեկավարել է տարբեր ստորաբաժանումներ։ Նոր ոստիկանապետին շնորհավորել է քաղաքապետ Արդի Քասախյանը։ Վիլյամսը խոստացել է հավատարիմ մնալ իր սկզբունքներին։ Ամերիկայի ամենահայկական քաղաքում անվտանգությունն այժմ հայկական արմատներով ոստիկանապետի հսկողության տակ է։ Տեղական թեմաներին կվերադառնանք քիչ անց, այժմ մեկ լուր միջազգային լրահոսից։ Հարյուրավոր նավեր վերջապես կարողացել են դուրս գալ Պարսից ծոցից, այստեղ արգելափակված էր ավելի քան 11000 նավաստի։ ԱՄՆ-ի եւ Իրանի հրադադարի հաստատումից հետո միջազգային ծովային կազմակերպության ծրագիրը սկսեց գործել։ Նպատակն է տուն վերադառնալու հնարավորություն ապահովել արգելափակված նավաստիների համար։ Հորմուզով անցնելու համար նավերն օգտագործում են երկու ուղի։ Դրանցից մեկը անցնում է Իրանի ջրերով, Թեհրանի համակարգմամբ։ Երկրորդը, որը համակարգում են Օմանն ու ԱՄՆ-ն, անցնում է Օմանի ջրերով։ Ըստ տարբեր աղբյուրների, այս պահին Պարսից ծոցից դուրս գալու իր հերթին է սպասում 500-ից 600 նավ։ Նախկինում Հորմուզի նեղուցով օրական անցնում էր 125 նավ։ Իրանի հետ պատերազմի մեկնարկին նեղուցը գրեթե ամբողջությամբ փակվել է։ Այժմ երթևեկությունը վերականգնվել է եւ օրվա կտրվածքով անցնող նավերի թիվը հասել է 25-ի։ Ծրագիրը չի նախատեսում նոր նավերի մուտք, այն նպատակ ունի դուրս բերել Պարսից ծոցում արգելափակված նավերը։ Հյուսիսային Կալիֆորնիայում գրանցվել է վերջին 80 տարվա ամենաուժեղ երկրաշարժը, բնակիչները վախեցել են, սակայն ավերածություններ եւ վիրավորներ չկան։ Երկրաշարժի ուժգնությունը 5.6 մագնիտուդ էր։ Էպիկենտրոնը գտնվել է Ուիլիտս քաղաքից հյուսիս-արևմուտք, մոտ 657,000 մարդ ստացել է նախազգուշացում։ Հիմնական ցնցումից հետո գրանցվել է փոքր հետցնցումներ, դրանցից ոչ մեկը չի գերազանցել 2.7 մագնիտուդը։ Իշխանությունները շարունակում են գնահատել հնարավոր հետևանքները, մարդիկ շարունակում են իրենց առօրյա աշխատանքը, նոր վտանգներ այս պահին չկան։
Արևմտյան նահանգներին սպառնում է աննախադեպ հրդեհավտանգի եղանակ, կայծակները և ուժեղ քամիները կնպաստեն նոր հրդեհների ծագմանը և կբարդացնեն դրանց մարման աշխատանքները։ Երաշտի պատճառով տարածաշրջանի բուսականությունը շատ չոր է, մասնագետները մտահոգված են։ Ըստ նրանց, ուրբաթ օրվանից հրդեհային վտանգը լինելու է ծայրահեղ։ Յուտա նահանգում արդեն կան երկու խոշոր հրդեհներ։ Iron Fire-ը այրել է 37,000 ակր տարածք, Cottonwood Fire-ը այրել է 60,000 ակր։ Շատ բնակավայրերից բնակիչները տարհանվել են։ Թեքսաս, Քոլորադո, Արիզոնա, Նևադա և Նյու Մեքսիկո նահանգներում սպասվում է քամոտ եղանակ։ Սա մեծացնում է հրդեհներից սպասվող վտանգը։ Ընդհանուր առմամբ այս տարի ԱՄՆ-ում արդեն այրվել է 2,8 միլիոն ակր տարածք, սա 10 տարվա միջին ցուցանիշից բարձր է։ Մինչև հոկտեմբեր հրդեհների հավանականությունը մնալու է բարձր ԱՄՆ գրեթե բոլոր նահանգներում։ ԱՄՆ-ի 250-ամյակի տոնակատարությունը մեկնարկել է չնախատեսված սցենարով, շատ երգիչներ հրաժարվել են միջոցառմանը մասնակցել, հիմնավորելով, որ այն շատ է քաղաքականացված։ Բեմ է բարձրացել Թրամփը, դառնալով օրվա գլխավոր հյուրը և գլխավոր ելույթ ունեցողը։ Միջոցառումը համակարգել է Freedom 250 կազմակերպությունը։ Կես ժամանոց ելույթում Թրամփը հայտարարել է Ամերիկան վերադարձել է։ Մշակութային մասը ապահովել են ռազմական նվագախմբերը հայրենասիրական երգերով։ Միջոցառմանը ավելի քան 1000 մարդ է մասնակցել, շատերը Թրամփի կարգախոսներով, շապիկներով։ Վաշինգտոնի կենտրոնում տոնավաճառը կտևի 16 օր։ Թրամփի կողմնակիցները սա համարում են պատմական իրադարձություն։ Քննադատներն էլ նշում են, որ այն չափից ավելի քաղաքական բնույթ ունի։ Անսպասելի շրջադարձ բնակարանային հարցերի մասին օրենքի ընդունման ճանապարհին։ Թրամփը չեղարկեց օրենքի ստորագրումը, խոստացել է ստորագրել, եթե օրենսդիրներն ընդունեն իր առաջարկած ընտրական բարեփոխումների նոր փաթեթը Save America Act-ը։ Բնակարանային օրենքը պետք է իջեցներ գները, Թրամփը սակայն կենտրոնացած է ընտրական համակարգի վրա։ Նախագահը հանդիպել է կուսակիցների հետ, ոչ բոլորն են համաձայնել նրա առաջարկին։ Հանրապետական առաջնորդները պնդում են, որ Թրամփի առաջարկած օրենքն անցկացնելու համար բավարար ձայներ չունեն։ Դեմոկրատները դեմ են փոփոխություններին, սակայն շատ վերլուծաբաններ բնակարանային օրենքի հարցում ամեն ինչ կորած չեն համարում։ Նրանց կարծիքով Թրամփը դեռ փորձում է օգտվել առիթից ու իր առաջարկի օգտին լրացուցիչ ձայներ հավաքել։ Իսկ Կոնգրեսի և Սենատի փուլերը հաղթահարած օրինագիծը ստորագրելու համար նախագահը 10 օր ժամանակ ունի։ Որպես թեմայի շարունակություն, Դաշնային դատարանը չեղարկեց Թրամփի հրամանը, որով պահանջվում էր քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ ընտրությանը մասնակցելու համար։ Դատարանը սա համարում է սահմանադրության խախտում, նախագահը ընտրությունների միջամտելու իրավունք չունի։ Թրամփի վարչակազմը փորձում էր փոխել ընտրական կանոնները, դատարանը վերջնականապես արգելեց այս գործընթացը։ Նախագահն այժմ փորձում է այս պահանջը ներառել օրենքի Save America Act-ի մեջ։ Այդ օրենքը դեռ չի անցել Կոնգրեսում, բնակարանային օրենքի հարցում Թրամփի անսպասելի բացասական դիրքորոշման պատճառը շատ փորձագետներ համարում են հենց դատարանում կրած պարտությունը։ Փենսիլվանիայում բացահայտվել է վերջին տարիների ամենաաղմկոտ սպանություններից մեկը։ 33-ամյա տղամարդը մեղադրվում է ծնողներին սպանելու մեջ։ Դեպքը տեղի ունեցել 2022 թվականին, տղամարդը կապ ունի Զիզյաններ կոչվող խմբի հետ։ Այս խումբը պաշտում է արհեստական բանականությունը և վեգան է։ Նրանք կապված են ԱՄՆ-ում տեղի ունեցած այլ բռնի մահերի հետ։ Դատախազը հայտարարել է, որ Զայկոն մասնակից է եղել սեփական ծնողների սպանությանը։ Ըստ քննիչների, նա միայնակ չի եղել։ Սպանությունը կատարվել է դստեր 30-ամյակի օրը։ Սպանության մասնակիցների թվում է նաև Զիզյաններ խմբի ղեկավարը։ Նա և սպանվածների դուստրը ձերբակալվել են 2025 թվականին Մերիլենդում։ Այժմ նրանք սպասում են դատավարության ավարտին։ Սպանված ամուսինների մարմինները գտնվել էին 2023 թվականի հունվարին։ Նրանք գնդակահարվել էին իրենց տանը։ Հետաքննությունը շարունակվում է մյուս հանցագիծներին գտնելու համար։ Մեկ այլ սարսափելի հանցագործություն բացահայտվել է 20 տարի անց։ Նախկին հոգևոր հովիվը ձերբակալվել է իր կնոջ սպանության համար։ 2006 թվականին կինը ընկել է ժայռից ու մահացել։ Դեպքը տեղի է ունեցել Զայոն ազգային պարկում։
Հետաքննությունը նորից սկսվել է անցյալ տարի, պատճառն այն է, որ մեկ այլ հոգևորական կասկած էր հայտնել, թե հենց ամուսինն է ժայռից հրել կնոջը։ Ըստ դատական փաստաթղթերի ամուսինը դեպքից առաջ ավելացրել էր կնոջ կյանքի ապահովագրության չափը։ Կնոջ մահից հետո հոգևորականը ստացել էր ավելի քան $567,000։ Հետաքննությունը պարզել է մութ հանգամանքները, հոգևոր հովիվը սիրավեպ է ունեցել անչափահասի հետ։ Դրա մասին պատմել է անչափահասը, նշելով, որ նա ցանկացել է ազատվել կնոջից։ Նրանք հետագայում նույնիսկ ամուսնացել էին, իրավապահները շարունակում են գործի մանրամասների ուսումնասիրությունը։ Կասկածյալը գտնվում է Լաս Վեգասի կալանավայրում։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ եւ թեմաներ են տեղադրված մեր սոցցանցերում։ Փրկություն, որը հրաշքի է նման, Դիսնեյլենդում 13-ամյա տղան ընկել է 50 ոտնաչափ ջրվեժից։ Նա նախքան կանգառը դուրս էր եկել ընթացող ատրակցիոնից։ Տղան ողջ է մնացել, նա լուրջ վնասվածքներ չի ստացել։ Դիսնեյլենդի աշխատակիցներն անմիջապես կանգնեցրել են ատրակցիոնը, տղային տարել են հիվանդանոց ստուգման համար։ Բժիշկները նրան շուտով դուրս են գրել։ Կալիֆոռնիայի անվտանգության ծառայությունը հետաքննել է միջադեպը, նրանք չեն հայտնաբերել տեխնիկական որևէ խնդիր։ Ատրակցիոնն արդեն վերսկսել է իր աշխատանքը, տղայի առողջական վիճակը լավ է, նա արդեն տանն է։ Ամերիկան կարող է դառնալ առաջին երկիրը, որը պատվաստանյութ կունենա էբոլայի դեմ։ Այժմ Վաշինգտոնը փորձարարական դեղամիջոց է տրամադրում Կոնգոյի հիվանդներին, նախկինում այն հասանելի էր միայն ամերիկացիներին։ Սա կարևոր քայլ է համաճարակի կասեցման համար։ Կոնգոյում արդեն կա ավելի քան 1000 վարակագիր, մահացել է 250 մարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սկսում է կլինիկական փորձարկումները, այն նպատակ ունի պայքարել վիրուսի այս ծանր տեսակի դեմ։ Փորձարկումները կանցկացվեն Կոնգոյում եւ Ուգանդայում, դրանք կիրականացվեն հիվանդանոցներում եւ բժշկական կենտրոններում։ Դեղամիջոցը տրամադրվել է անհատական բուժման եւ փորձարկումների համար։ Առաջին փորձարկումները կարող են մեկնարկել հուլիս ամսին։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, առջևում մեր թողարկման երկրորդ հատվածն է, Մանու Հարությունյանը ձեզ է սպասում առաջիկա օրերի ամենահետաքրքիր միջոցառումների ցանկով։ Բարև ձեզ, օրը 5-շաբթի է եւ Glendale News-ի եթերում ներկայացնելու եմ առաջիկա օրերին սպասվող մշակութային եւ ժամանցային միջոցառումները։ Լոս Անջելեսը շարունակում է մնալ ֆուտբոլի համաշխարհային տոնի կենտրոններից մեկը։ Առաջիկա օրերին հենց այստեղ են կայանալու աշխարհի առաջնության 1/32-րդ եզրափակիչ հանդիպումներից երկուսը։ Հունիսի 28-ին A եւ B խմբերի երկրորդ տեղը զբաղեցրած թիմերը կպայքարեն հաջորդ փուլ անցնելու համար։ Մասնակիցները հայտնի կդառնան խմբային փուլի ավարտից հետո, խաղը կմեկնարկի ժամը 12-ին։ Հուլիսի 2-ին աշխարհի առաջնության նոկաուտային փուլը կշարունակվի եւս 1/32-րդ եզրափակչով։ Հրավիրում ենք ֆուտբոլի երկրպագուներին հետևելու H խմբի հաղթողի եւ J խմբի երկրորդ տեղը զբաղեցրած թիմի միջև կայանալիք լարված պայքարին SoFi Stadium-ում ժամը 12-ին։ Մասնակիցների անունները հայտնի կդառնան խմբային պայքարի ավարտին, ամենայն հավանականությամբ հունիսի 27-ից հետո։ Հերթը հասավ փառատոնների սիրահարներին։ LA 84 հիմնադրամը հրավիրում է բոլորին մասնակցելու Play Day Block Party ամենամյա տոնակատարությանը։ Փառատոնի ընթացքում West Adams պողոտան կվերածվի ուրախության եւ ակտիվ ժամանցի կենտրոնի, հագեցած կենդանի երաժշտությամբ, 20-ից ավելի սպորտային միջոցառումներով, ինտերակտիվ խաղերով, սննդի կետերով եւ արվեստի ցուցադրություններով։ Սա յուրահատուկ հնարավորություն է նշելու սպորտի եւ շարժման միավորող ուժը համայնքային ջերմթնոլորտում հունիսի 27-ին ժամը 10-ից 15-ը Լոս Անջելեսի LA 84 Foundation-ի տարածքում։ The Roots լեգենդար խումբը հրավիրում է հիփ-հոփի սիրահարներին վայելելու A Roots Picnic Experience երեկոն։ Համերգի հատուկ հյուրն է հիփ-հոփի պատմության մեջ լավագույն рэփերներից մեկը Nas-ը, իսկ բեմում նրանց կմիանան T.I-ը, Bun B-ն, De La Soul-ը եւ այլոք։ Սա հիփ-հոփի գեղեցկության, ուրախության եւ ուժի իսկական տոնակատարություն է, որը կազմակերպել է ժանրի պատմության մեջ ամենանշանավոր արտիստներից մեկը։ Հունիսի 27-ին երեկոյան ժամը 7:30 Լոս Անջելեսի հանրահայտ Hollywood Bowl-ում։ Հայկական ընդհանուր մարմնակրթական միությունը հրավիրում է մասնակցելու 49-րդ նավասարտյան խաղերին եւ հաղթանակի պարահանդեսին։ Երեկոն կանցնի տոնական մթնոլորտում կենդանի երաժշտության եւ բարերի սիրված երգչուհի Սոֆի Մխեյանի մասնակցությամբ։ Կարող եք միանալ հունիսի 28-ին երեկոյան ժամը 5-ին Լոս Անջելեսի Թագլյան մշակութային համալիրում։
Հայտնի հայ ռոք եւ փոփ երգիչ Գորսուջյանը հրավիրում է երաժշտասերներին իր մենահամերգին։ Dorians Rock խմբի մեներքիչը, որը ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում, հանդիսատեսին կներկայացնի իր հայտնի One Man Band ծրագիրը եւ սիրված ստեղծագործություններ Project LA նախագծից։ Համերգը տեղի կունենա հունիսի 28-ին երեկոյան ժամը 7-ին Հյուսիսային Հոլիվուդի El Portal թատրոնում։ Արթուր Զաքյանը դասական երաժշտության սիրահարներին հրավիրում է իր անմոռանալի մենահամերգին։ Վայելեք դաշնամուրային հրաշալի երեկոն Լոս Անջելեսի հայտնի Catalina Jazz Club-ում հունիսի 28-ին երեկոյան ժամը 7:30։ Շարունակենք դասական երաժշտության թեման։ Փարիզի օպերային թատրոնի խորհրդանիշը դարձած օպերայի ուրվականը հասել է նաև Լոս Անջելես։ Հուլիսի 1-ին ժամը 14-ին Լոս Անջելեսի հանրահայտ Pantages թատրոնում կարող եք վայելել օպերայի ուրվականը համաշխարհային մյուզիկլը։ Գարի եւ Գրեյս թատերախումբը հրավիրում է թատերասերներին դիտելու դրամատիկ ժանրի ներկայացումը, որը նորովի է բացահայտում կյանքի էությունը։ Ներկայացումը հանդիսատեսին հրավիրում է վերլուծելու մարդկային փորձառությունն ու հասկանալու, թե որ որոշումներն են ձևավորում մեր անհատականությունը։ Հուլիսի 1-ին երեկոյան ժամը 7:30 համեցեք AGB Performing Arts Center եւ գնահատեք ինքներդ։ Հուսով եմ այս ցանկից ձեր ճաշակին հարմար տարբերակ կգտնեք ու հանգստյան օրերը հետաքրքիր կանցկացնեք, իսկ մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։